Բարև շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, եւ այսպես այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Պաշտպանության նախարարությունը դիմել է իրավապահների ձեր վերջին հայտարարություններից մեկի հետ կապված ուսումնասիրման նպատակով, ինչի մասին է խոսքը, ինչ կարող եք հաղորդել եւ եւս մի քանի թեմա եք առանձնացրել, որոնց մասին խոսենք այսօր համեցեք։ Այո, համացանցից տեղյակ եղա, որ Պաշտպանության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի իրեն գնան այդ հետքերով, որ մի քանի օր առաջ հարցազրույցից մեջ նշել եմ Մեղրի զորամասում կատարվածի մասին։ Նախ ասեմ, այնտեղ լրատվության կողմից նշվել է, որ անփառունակ ծառայողը, այդ անփառունակը ես եմ, որ 25 ու ավել տարի ծառայել եմ, իրենք որ բանակում ընդհանրապես չեն ծառայել, եւ կսկսեմ հերթով, կետերով անցնել, որ իրավապահ դիմելուց ես եմ այժմ դիմում իրավապահ մարմիններին։ Կխնդրեմ իրավապահ մարմիններին անդրադառնան այն հարցերին, թե ինչպես սպային դանակահարածը կարող է այսօր զբաղեցնել Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Թող իրավապահները մի հատ ճշտեն, ինչ հոդվածով է նա արձակվել եւ արդյոք նա կարա զորքի հետ ծառայի եւ զորք ղեկավարի։ Դա մեկ։ Երկրորդ հարցս կուզենամ անդրադառնամ, որ մոտոցիկլետով անձը բարձացել էր, դիրքերը նկարահանել էր, մոտեցել էր դիրքապաններին եւ այդ հարցը շատ մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ համացանցում, ինչ պատասխան տվեցին, ինչ իրավական բնորոշական հարց տվեցին այդ հարցին, որը նույնպես մնաց օդում։ Երրորդ հարցս կանդրադառնամ, որ եւ կխնդրեմ դիմեմ նաեւ տիկին դատախազին, որ 1 տարի առաջ ուսուցչուհին իր քաղաքի ռազմական ոստիկանության պետ Բագրատ Տունյացի հետ մեկտեղ ոտքս արգելեցին զինվորական հոսպիտալ, որը առաջացրեց իմ առողջական մեծ վտանգ սպառնաց առողջությանս, կյանքիս վտանգ սպառնաց, որից հետո առողջությունս կտրուկ վատացավ, ասեմ, որ ես ինքս օնկոհիվանդ եմ, ես զուգահեռ բուժվում եմ եւ Մոսկվայում եստեղ, ստանում եմ իզոտոպ, եւ դրա պատասխան ով է տալու։ 1 տարի է քնիչը, ինչա ուսուցչու անունն է պատտվում այդ հարցի շուրջ, քնիչը տանում, բերում է, մեկ այսօր զբաղված է, մեկ այսօր ատեստավորման է, այդ հարցը սենց տանում, բերում են եւ հարցին որոշում չեն տալի, բայց 21 թվականի ինչ որ բանավոր հրամանա իբր թե եղել, կապված գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ, իրենք արագացված երամսյա ժամկետում արագացված տարան դատարան, բայց դեպքում ուսուցչուհին պետք է պատասխան չտա, որ կյանքը սպառնացել է, կյանքից վտանգ է սպառնացել, ով պետք է դրա տեղը պատասխան տա։ Մյուս հարցը կուզեմ, որ իրավապահները շատ աչալուրջ լինեն, պայստազորի սպաների արձակուրդների վերաբերյալ շաբաթ կիրակիների հետ կապված, որոնք ոչ մի կերպ չեն անդրադառնում, չեն տրամադրում մարդկանց շաբաթ կիրակի գումարները։ Ստիպում եմ, որպեսզի պայստազորի սպաները դիմեն դատական արձաններ, իրենց թոշակները, այդ թոշակները, որ ստանում են, մուծումներն անեն դատական արձաններում ու չստանան ոչինչ։ Շաբաթ կիրակերը, որ պետք է յուրաքանչյուր պայստազորի սպա այդ գումարները ստանա։ Մյուս հարցս կանդրադառնամ, որ տարիներ ի վեր 22 թվականից էսկոմ ուսուցչու օգնականի քարտուղարուհին, որը քարտուղարուհի պաշտոն է, այսպես ասած, զբաղեցնում, նա հաստիքով համալրված է Սապյորների զորամասի գումարտակի բուժկետի պետի հաստիքին։ Հարց, ով է իրավունք տվել այդքան այդ 4 տարի տանել գործուղումներ, անդադ անօրինական գործուղումներ կնքել։ Չէ որ այդ գումարտակում կարա զինվոր վատանա, այդ պարագայում առաջի բուժ օգնությունը միջև հասնել զորամասի բուժկետ, ով է տրամադրելու այդ զինվորներին։ Նույն հաջողությամբ տվյալ զորամասի հրամանատարն է լռում, որպի իր մոտ անց կա, որը զբաղեցնում է պաշտոնը, բայց չի գնում ծառայության։ Իրավապահները դա չեն տեսնում։ Իրավապահները ոչինչ չեն տեսնում, ինչի իրանց է ձեռ տալի, եւ ես եմ դիմում իրավապահներին, որ մի հատ թող ճշտեն, անփառունակը ես եմ, թե ուսուցչուհին իրա փոխնախարարներով, գլխավոր շտաբի պետը իրա տեղակալով։ Գլխավոր շտաբի պետը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր օպերատիվ վարչության պետի պաշտոնը, թող
Դա ճշտ են իրավապանները, ոնց է այսօր գլխավոր շտաբի պետի հաստիկ զբաղեցնում եւ փոխնախարարները, որոնք բոլորը թռած էին բանակից, բանակ չծառայողները, այսօր կարան փոխնախարարի պաշտոն զբաղեցնեն եւ ասեն, եւ մյուս վերջին հարցս կանրադառնամ, որ թող իրավապանները դիմեն կադրերի վարչությունը ստուգեն, թե ատեստավորումը ինչ կարգով է գնում, հաճոյանում են, ում պետքա հաճոյանան ընդեղ, եւ թող գնան տեսնեն, թե քաղաքի ռազմական ոստիկանության պետը ոնց է նշանակվել այդ հաստիքին, վարժական հավաքներին չմասնակցելով, ուսուցչուհին ինչա հանդիսանում է Մկրտչյան Նարեկի պրոտեժեն, ուսուցչուհին բերեն նշանակել ատեղ, բայց եթե ուրիշներին կարում եք դուք, ասեք խիստ կպատժվեք, բայց այդ դեպքում խի չի պատժվում ձեր կողմից նշանակված Բագրատունյացը։ Եվ կասեմ, որ այս հարցերի շուրջ թող իրավապանները պատասխանեն, իրավապանները թող նաև պատասխանեն, որ համացանցում լուրեր էր տարածվում նույն Պապիկյանի մասին, թե ինչերով է զբաղվել նա, թող գնան տեսնեն Քվանդ վարժարանում նա ինչերով է զբաղվել, նոր անդրադառնան մյուս հարցերին, կխնդրեի, որ այս հարցերի շուրջ տիկին դատակազը շատ աչալուրջ զբաղվեր եւ տեսներ, թե ՊՆ-ում ինչ է կատարվում։ Եվ այդ լրատվության ծառայողները, ովքեր հաճոյանում են քեզ ուսուցչուհի, միջև քեզ հաճոյացել են նաև նախկին նախարարներին, այնպես որ դու դրանցով չխափնվես։ Եվ սրանով կխնդրեմ ավարտեմ եւ դիմեմ կրկին իրավապանները, թող աչալուրջ լինեն այս բարձրացած հարցերի շուրջ։ Եվ այսօր նաև հայտնի դարձավ Սուրեն Պապիկյանի ազգային ժողովում այդ ծառայության ժամկետի կրճատման թեման է քննարկվում 24-ի փոխարեն ամսը փոխարեն 18 ամսով։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, սա արդյոք վտանգներ, ռիսկեր է պարունակում։ Իհարկե ռիսկեր է պարունակում, իրենք ասում են դրանով մենք գնում ենք իբր թե շատ ուժեղ պրոֆեսիոնալ բանակի, բայց դրանով իրենք ոչ մի բանակի պրոֆեսիոնալիզմի չեն գնում։ Կրկնեմ նույնպես, որ ոնց կարա սպային դանակահարած անձը, վաղաժամկետ արձակվածը բանակում չծառայածը այսօր խոսա պրոֆեսիոնալ բանակի մասին։ Նաև ասեմ, որ եւ իմ կողմից եւ քաղաքագետների կողմից բարձրացվել էր այն հարցը, որ Սյունիքի թևի վրա մեր դիրքապանները երբ սմենափոխ են անում, հակառակորդի կողմից, թշնամու կողմից խուզարկության են հայտնվում եւ միջև այսօր այդ հարցի շուրջ ՊՆ-ն դեռ չի պատասխանել, սա խոսում է նրա մասին, որ պրոֆեսիոնալ բանակի մասին կարող են իրենք ինչ-որ բան խոսան։ Այո, ոչ, իրանք կրճատում են բանակը գուցե ծնողների համար սա շատ լավ է, բայց սրանով իրենք վերջնականապես քանդում են զինված ուժերը։ Անձինք, որոնք չեն ծառայել բանակում, անձինք, որոնք չգիտեն սպայի արժանապատվությունը, իրենք չեն կարող խոսալ պրոֆեսիոնալ բանակի մասին։ Եվ ավելին ասեմ, նույն այդ համացանցում գրված էր, որ ես գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կադրն եմ, այո, ես շատ ուրախ եմ, որ ես նրա կադրն եմ, ես նրա հետ եմ ծառայել, կարևորը այն անձի հետ եմ ծառայել, ով որ թուրքի դեմը չի կզել եւ թուրքի կոշիկը չի լիզել, ի տարբերություն ձեզ։ Եվ երեք նորից Սուրեն Պապիկյանը խոսելով սահմանին իրավիճակը ինչպես է, խոսեց այն մասին, որ խաղաղը, հանգիստ է վիճակը, պատրաստվում են ամանորին, այս բուքի պատճառով, ցկի պատճառով ամեն ինչ են անում են, որ դեպի դիրքեր բարձրացող ճանապարհները մաքուր լինեն, խնդրեմ այս մասին։ Դե ես հակադարձել է իր այս ամեն ներկայացրածին, դրա համար իրենք որոշեցին սենց դիմեն իրավապաններին։ Ես ասում եմ, իրենից ինչ դուրս է գալիս, սաղ սուտ է։ Ինքը չի կարող ոչինչ ներկայացնել։ Ես ասում եմ, անձը ոնց կարա խոսա դիրքերից, երբ որ ինքը իր կյանքի մեջ դիրք չի տեսել։ Ինչի մասին կարա խոսա անձը։ Երբ որ իր կողմից է բոլոր հակաօրենսդրական հրամանները կատարվում, այդ անձը ինչի մասին կարա խոսա։ Ասում եմ, միա թող իրավապանները անցնեն իր անցյալով, տեսնեն ինչպես է արձակվել հոդված ի վերջո բացեն զինգրքույկի մեջ հոդվածը կարդան։ Ինչ հոդվածով է արձակվել պայստազոր, նոր անցնեն մնացածին, ոչ թե լրատվության այդ դաշտումներն անփառունակ զինծառայողը, կրկնում եմ, չէ դուք եք փառունակ,
ծառայողներ, բանակի երես չտեսածները։ Ես ծառայել եմ բանակում 95 թվականից եւ Փառք Աստծո ծառայել եմ նախարարների հետ, ոչ թե ուսուցչուհու հետ եւ ապշած եմ, որ մեր այսօրվա զբաղեցրած բարձրաստիճան սպաները կրելով գնդապետ եւ բարձր կոչումներ ոնց կարող են նմանատիպի հետ ծառայեն եւ նմանատիպի դեմ խոնարհվեն, ինչա պահեն իրանց կոչումն ու աթոռները։